Երևանը շարունակում է ապրել եւ ապրեցնել եվրոպական ֆուտբոլային շնչով։ Վաղը հուլիսի 30-ին Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի Փյունիկը UEFA-ի կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղի շրջանակում ուժերը կչափի հունգարական Դեբրեցենի հետ։ Դիմակայության առաջին հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով, հյուրերի հաղթանակով։ Լեռնագույնների գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը նախախաղային ասուլիսի ընթացքում խոսեց Արտակ Դաշյանի վնասվածքի մասին, որը չի մասնակցի վաղվա հանդիպմանը, նշեց, որ վերականգնման համար նրան անհրաժեշտ է 2 շաբաթ։ Ամբողջական ասուլիսը կարող եք դիտել մեր եթերում։ Վլադիմիր Գաբրելյան, հատուկ Sports for DM-ի համար։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք UEFA կոնֆերենցիաների լիգայի Փյունիկ Դեբրեցեն հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսը գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի եւ կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի հետ։ Կխնդրեմ սկզբում հարցերը ֆուտբոլիստին, որպեսզի նա կարողանա միանալ թիմին, որից հետո կխոսենք արդեն գլխավոր մարզչի հետ։ Շնորհակալություն։ Խնդրեմ Էրիկ։ Հովհաննես վերադարձել ես Փյունիկ, ինչպիսին են տպավորությունները հարազատ ակումբ վերադառնալուց հետո, ինչպես ընդունեցին թիմակիցներդ ու որքանով ես հասցրել հարմարվել։ Բարև ձեզ, տպավորությունները շատ լավ են, շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ հարազատ ակումբ։ Թիմը շատ ջերմ ընդունել է, մարզիչը, թիմը, ղեկավարությունը եւ ամեն ինչ պետք է անեմ, որ իմ խաղով փոխանցեմ այդ ամենը հետ։ Այլ հարցեր Հովհաննեսին, Արման։ Արման Զաքարյան, առաջին ալիք, Հովհաննես նախորդ խաղը թիմերի միջև ընդհանրապես չէր տանում պարտության։ Հետաքրքիր է արդյոք թիմային մթնոլորտը արդեն հասցրել է ընդհանուր առմամբ այդ հիասթափությունը թողնել Դեբրեցենում եւ այսօր շփած պատրաստ է առաջիկա խաղին։ Ճիշտ ասած մոռացել ենք այդ հանդիպումը, պատրաստվել ենք շատ լավ ու թիմն էլ բոլորս էլ հավատում ենք, որ կարող ենք անցնել։ Շնորհակալություն, այլ հարցեր Հովհաննեսին։ Շնորհակալություն Հովհաննես։ Շարունակենք մամուլի ասուլիսը գլխավոր մարզչի հետ։ Խնդրեմ հարցեր Վլադիմիր։ Վլադիմիր Գաբրելյան, Sport.am, պարոն Օսեյան, կուզենայի դուք էլ խոսեիք նախորդ խաղի մասին, ինչպես է հիմա թիմը իրեն զգում, ինչպես է վերականգնվել է թե ոչ եւ այդ զգացմունքները մոռացության են մատնվել թե ոչ։ Ինչպես արդեն նախինում նշվեց, երևի այդեն խաղերից էր, որտեղ արժանի չէինք միանշանակ պարտության, իհարկե ցավալի էր այդ պարտությունը, բայց կարող եմ ասել, որ մեր խաղի որակը մեզ թույլ է տալի մտածել, որ մենք իզորվենք անցնել այս մրցակցին, ինչ վերաբերում է էմոցիաների առումով, այո, կարծում եմ լիովին վերականգնվել ենք եւ լիարժեք կերպով պատրաստ ենք վաղը պայքարելու հաջորդ փուլ անցնելու համար։ Շնորհակալություն, եւս մեկ հարց, խնդրեմ։ Արտակ Դաշյանը ամենայն հավանականությամբ վաղը չի մասնակցի հանդիպմանը, կուզենայի խոսեիք նրա առողջական վիճակի մասին, որքան ժամանակ է հարկավոր նրան խաղադաշտում նորից տեսնելու համար։ Դա ցավալի լուր է մեր համար իրականում, այո, Արտակը բաց է թողնելու վաղվա խաղը եւ ամենայն հավանականությամբ դեռ 2 շաբաթ ժամանակ կտրամադրվի նրան վերականգնվելու համար։ Շնորհակալություն, հարցեր, questions։ Հարցեր, խնդրեմ, Արման։ Արդեն մի քանի օր անցել է, վստահ եմ ավելի շատ եք ուսումնասիրել թիմի առաջին խաղ, ընդհանուր առմամբ հավասարություններ, թե գնդակին տիրելու տոկոսային հարաբերակցությամբ, թե կարելի ասել նաև հարվածներով ու ստեղծած վայրով, ինչը ձեզ խանգարեց Փյունիկին, ինչը չբավականացրեց եւ նաև Դեբրեցենը հանդիպում է անցկացրել ներքին առաջնությունում, ճիշտ է ոչ հիմնական կազմով, բայց այնուամենայնիվ այդ խաղից էլ ինչ վերլուծություններ եք արել։ Նախ, եթե անդրադառնանք առաջի խաղին, միանշանակ ես համարում եմ դա հավասար խաղ էր, ժամանակ առ ժամանակ թիմերից մեկը ավելի նախաձեռնությամբ էր խաղում, կարծում եմ նույնիսկ գոլային պահերով
կարող ենք համարել հավասար խաղ, այդտեղ միակ բանը, որ մեզ չբավականացրեց, եզրափակիչ հարվածներ, ինչը կարողացավ անել մեր մրցակիցը։ Բնական է այդ առումով մենք վաղը ավելի լավը պետք է լինենք, եթե ուզում ենք անցնենք հաջորդ փուլ։ Ինչ վերաբերում է իրանց առաջացան խաղին, չեմ կարծում դա էական ազդեցություն կունենա այս խաղի հետ կապված, որովհետև ինչպես նշեցիք, շատ ֆուտբոլիստներ այդ խաղը չեն խաղացել եւ հանգստացել են։ Իրենց խաղի մեջը ոչ մի նոր բան կարելի ասել չտեսանք այդ խաղը։ Շնորհակալություն, այլ հարցեր պարոն Օսյանին, խնդրեմ Երիկ։ Օրեր առաջ թիմին միացավ Վիտին, ինչ ֆիզիկական վիճակում է միացել թիմին, նախորդ խաղին որոշ րոպեներ ստացավ։ Նա լավ ֆիզիկական վիճակում է մոտեցել, որովհետև իր նախկին թիմի հետ անցել է նախապատրաստական փուլի որոշ հատված, այնպես որ միակ խնդիրը իհարկե դա ադապտացիայի հարցն է, խաղային ադապտացիայի, բայց հուսով եմ նախորդ խաղի րոպեները կօգնեն, որ վաղը ավելի լավ տեսք ունենա։ Շնորհակալություն, այլ հարցեր։ Խնդրեմ։ Գագիկ Երազարյան, ցավալի պարտություն ենք կրել, որովհետև բավականին ցավալի գոլ բացողեցինք։ Ձեզ ի՞նչն է պատճառը, որ այդպիսի սխալ թույլ տվեց դարպասապահը, շտապեց, թե ինչ-որ ուրիշ բան կարողացեք։ Չէ, դե բնական է, անհատական սխալները անխուսափելի են եւ մենք չենք փնտրում պատճառներ, մենք ավելի շատ լուծումներ ենք ուզում փնտրել, դրա համար այդ էպիզոդը մենք վերլուծել ենք, որ հետագայում չկրկնվի։ Առանձնապես սպეციფიկ ոչ մի բան չկա։ Շնորհակալություն, Արման։ Պարոն Օսյան, կար այնպիսի տպավորություն առաջին խաղում, որ բոլոր ուժերով Փյունիկը առաջ չի ներվում հարձակման գծում, զուտ տակտիկական ֆուտբոլ էր ընթանում խաղադաշտում։ Արդյոք արչեւի գծում թիմը ավելին է անելու առաջիկա խաղում, ավելացնելու տեղ ունի։ Միանշանակ ավելացնելու տեղ ունի, նաև հաշվի առնելով առաջին խաղի հաշիվը, բայց առաջին հերթին մենք պետքա խելամիտ խաղանք։ Պետք է փակենք հակառակորդի ուժեղ կողմերը, հետո նոր օգտվենք դրանց թույլ կողմերից։ Դրա համար պետք է շատ խելացի ու բալանսավորված լինել վաղը։ Շնորհակալություն, այլ հարցեր պարոն Օսյանին։ Շնորհակալություն պարոն Օսյան։ Շնորհակալ եմ։